Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, ինչպես միշտ ջերմ, ուրախ, դրական տրամադրությամբ եկեք սկսենք մեր առավոտը, այսօր ձեզ հետ կլինեմ ես Անահիտ Կիրակոսյանս եւ առաջարկում եմ առաջիկա 1 ժամը միասին փորձենք արթնանալ։ Այս պայն լավ երաժշտություն, լավ ռիթմեր ու լավ տրամադրություն։ Հատուկ ձեզ համար։ Արթնացանք միասին, հիմա մտածում եք ինչ նախաճաշ պատրաստել կամ գուցե նոր ճանապարհեցիք երեխաներին դպրոց ու երազում եք արձակուրդների մասին, բայց կա նաև մի հարց, ինչ հագնել, ինչպես գեղեցիկ երևալ, ինչպես հետևել նորաձևությանը, բայց նաև չմրսել ես ցուրտ օրերին, այս եւ այլ հարցերի պատասխանները կիմանանք իրական մասնագետի կողմից։ Նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ գնանք բացահայտելու։ Բարի լույս, ձեզ հետ Նաիրա Հարությունյանն է, եւ այսօր մենք բարձելու ենք ինչպես բարձրացնել հասակը, մեծացնել կրծքավանդակը եւ ընդգծել գոտկատեղը։ Դե ինչ, գնացինք։ Ինչպես վիզուալ բարձրացնել հասակը։ Ուղղահայացը ձեր լավագույն ընկերն է։ Որքան շատ ուղղահայաց գծեր ունենաք, այնքան ավելի բարձր կերևակ։ Մոնոխրոմ մեկ գույն գլխից մինչև ոտքեր։ Կարևոր չէ դա սև է, թե օրինակ բեժ կամ մոխրագույն կապտավուն։ Գույների կտրուկ փոփոխությունները կտրում են մարմնի ձևը։ Բարձր գոտկատեղ, ներս դրված վերնաշապիկ։ Գոտկատեղի գիծը բարձրանում է եւ ոտքերը կարծես սկսվում են ականջներից։ Երկար ուղղահայացներ, բաճկոններ, կարդիգաններ, վերարկուներ, վերնաշապիկներ, որոնք բաց են վերևից մինչև ներքև, նեղ տաբատներ եւ նույն երանգի կրունկներ։ Ստեղծում են ընդարձակ գիծ, խուսափեք հորիզոնական ներդիրներից, հակադիր գոտիներից եւ կտրող համամասնություններից։ Հասակը սանտիմետրով չէ, այլ գծերով է չափվում։ Որքան շատ ուղղահայացներ ունենաք, այնքան ավելի բարձր կերևակ։ Առանց կրունկների դուք կարող եք ձեր հասակը վիզուալ բարձրացնել 5-ից 7 սանտիմետր։ Ինչպես վիզուալ մեծացնել կրծքավանդակը։ Ծավալը կարելի է ավելացնել օգտագործելով նյութի կառուցվածքը, լույսը եւ դեկոլտեի ձևը։ Բաց գույներ եւ փայլուն գործվածքներ կրծքի հատվածում։ Լույսը վիզուալ ընդլայնում է տարածքը։ Վերևի բացվածքներ, սրտաձև քառակուսի, փաթաթվող կամ վիաձև, բայց ոչ շատ խոր, դրանք ստեղծում են ծավալի եւ փափուկ գծի տպավորություն։ Մանրամասներ կրծքի շրջանում, փեշիկներ, դեկորատիվ գրպաններ, ժապավեններ, ծալքեր, ալիքներ, հավաքվածքներ, խիտ գործվածքներ, բուկլե, տրիկոտաժ, փափուկ թվիդ, բրալետ կամ փուշապ, բրասիեր, հագուստի տակ, տեխնիկական, բայց արդյունավետ հնարք։ Ծավալի գաղտնիքը չափը չէ, այլ լույսը։ Ամեն ինչ բաց է եւ կառուցվածքային, վիզուալ մեծացնում է կրծքավանդակը։ Դե ինչ, այժմ դուք գիտեք բոլոր գաղտնիքները գեղեցիկ եւ շքեղ երևալու համար։ Ձեզ հետ Նաիրա Հարությունյանն է։ Մնաք բարով։ Վերադարձանք տաղավար եւ հրաշալի նորություն, ցանկացած նոր գրքի ծնունդ ինձ համար անձամբ տոն է ու կարծում եմ նաեւ ընթերցասերների համար։ Այս պայն առաջարկում եմ դիտենք մի փոքրիկ տեսանյութ նոր գրքի շնորհանդեսի Քոր եկող հոգին, հեղինակ Ասատուր Հակոբյան։ Դիտենք, վերադառնանք, զրուցենք։ Եվ այսպես ինչպես տեսակ, հայ ընթերցողի սեղանին է դրվել Ֆրանսիայի հեղինակ Ասատուր Հակոբյանի Քոր եկող հոգին վեպը, եւ հենց այսօր մեր տաղավարում Ֆրանսիայի գրող Ասատուր Հակոբյանն է, կզրուցենք հենց գրքի մասին։ Բարի առավոտ։ Բարև Անահիտ։ Ասատուր ջան, առաջին անգամը չէ, որ մեր տաղավարում եք եւ ընդամենը ամիսներ անց, այսինքն շատ մեծ արագությամբ Նարգիզի բույրից հետո մենք տեսնում ենք նոր գործ Քոր եկող հոգին։ Ինչպես է հաջողվում տանը դարակում արդեն գրված գործեր կան, որոնք դառնում են գրքեր, թե դուք այդքան արագ եք գործում ու ստեղծագործում։ Բարև Անահիտ ջան, նախ շնորհակալություն հրավերի համար, 6 ամիս առաջ էր, հիշողությունդ լավ եմ տալու։ Ընդամենը կես տարի։ 6 ամիս առաջ։ Մարտ-ապրիլ ամիսին եմ ներկայացրել նախորդը։ Արագության հարցը հետևյալն է։ Առաջի գիրքս, որ հրատարակել էի Ֆրանսիայում մոտ 1 տարի առաջ, թարգմանեցի, բերեցի, ուշ թարգմանեցի։ Մոտ 1 տարի սպասեցի թարգմանելուն ու արդեն երկրորդ գիրքս ավարտել էի Ֆրանսիայում։ Այսինքն որ ես հետ գնացի Ֆրանսիա այստեղից,
Արդեն ուղղակի պատրաստ է։ թարգմանություններ մնում անելու։ Հիմա նույն բանն է տեղի ունեցել, երրորդ գիրքս արդեն ավարտել եմ, հանձնել եմ ֆրանսիական գրատների քննադատներին ու եկել այստեղ։ Հիմա որ հետ գնամ, միայն թարգմանությունն է մնալու։ Արագությունը կապված է նրանով, որ ֆրանսերենի հետ մի տարվա մոտ տարբերությամբ եմ սկսել թարգմանությունները։ Ֆրանսերեն գրքերը կուտակվում են, մնում է թարգմանել։ Թարգմանները տանում է գրելու չափ ժամանակ միանշանակ, բայց 2-3 ամիս է խլում, ինչը բացատրում է արագությունը։ Շատ բարի քոր եկող հոգին վերնագիրը շատ հետաքրքիր է ընտրված, որովհետև չգիտեմ մի քիչ այդ արտահայտությունը տարօրինակ է հնչում, հա, հոգուն անձնավորես ու մի քիչ էլ քոր գա։ Սա ձեր հոգին էր քոր գալիս, թե գլխավոր հերոսի։ Իմ հերոսները ես եմ, ու առհասարակ եթե մենք մեզ չտնտղենք, եթե մեզ չպեղենք, ոչ մի կերպ չեն կարող հասկանալ դիմացին ինչ է զգում։ Վերջին հաշվով մարտարարածը մնում է մի արարած, որ ընդհանրությունները գրեթե մեծամասնությունն են կազմում, ինչպես ասում են, մենք մեր բնույթով մեկ ենք, տարբեր դաստիարակությամբ։ Հիմա եթե մեզ նայում եք, մեզ լավ ուսումնասիրում ենք, հասկանում ենք միանշանակ, թե մարդն ինչ է զգում իր մեջ։ Մի փոքր շեղումներ կան ամեն մեկն իր կենցաղից ելնելով տարբեր կերպ է մտածում, տարբեր փոքրիկ հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ հոգիներն ու կերտվածքը մարդու մնում է մեկ։ Մեզ հասկացանք, հասկանում ենք նաև դիմացինին։ Շատ բարի, Նարգիզի բույրի հետ որքանով կապ ունի այս գիրքը, թե բացարձակ այլ պատմություններ են եւ չեն միահյուսվում իրար։ Շրջադարձային տարբեր պատմություններ են, առհասարակ ոչ մի կապ չունեցող, ձեռագիրն է, կապը երևի ձեռագիրը, կապը որպես այդպիսին ձեռագիրն է, ու իմ մարդկային հոգեբանության հոգու խորքերը թափանցելու ցանկությունը։ Ունակություն չեմ ասում, որովհետև ինչպես ասում եմ, ունակություն ասելը մի տեսակ ինքնագովեստ է, այդ ցանկությունը մխրճվում եմ այնքան, ինչքան կարողանում եմ, ինչքան պոտենցիալս թույլ է տալիս, ինչը դրնից դուրս գալիս արդեն կարդացողն է կարողանում այդ դատավարությունն անել։ Փաստացի ստացվելը դուր է գալիս, շարունակում եմ նույն ռիթմի վրա, նույն ընթացքի վրա։ Այն նշեցիք փաստացի ստացվել է դուր է գալիս։ Նարգիզի բույրը նախորդիվ, հա, լավ վաճառք ունեցավ, գրանցեց մեծ համբավ։ Այս անգամ, երբ շնորհանդեսը նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ, ինչպես էր, մարդարատ էր, մարդաշատ էր, արձագանք, այսինքն իսկապես ձեր ընթերցողը սպասում էր երկրորդին։ Ավելի մարդաշատ, քան առաջին անգամ, ու այս անգամ մախրախուսիչն ինչ էր, առաջին անգամ որ եկա որպես հեղինակ, ընկերական շրջապատից բացի, ինչ որ ընթերցողը չէր ճանաչում Ասատուր Հակոբյան, այս անգամ դրականն աներ, որ սրահի մեծ մասը արդեն նախորդ գրքի երկրպագուներն էին։ Ու եթե ավել մարդ չկար, սրահի փոքրություններ ընդհանրապես սրահի փոքրություններ պատճառ։ Հրաշալի Ասատուր, ով է թարգմանությունը արել։ Ես ինքս եմ թարգմանել ու թարգմանություն ասածը մի տեսակ ճիշտ չի լինի, վերաշարադրել եմ։ Հայերեն գրել եմ պարզապես, նախորդ գիրքը հանդիսացել է որպես հենարան, որպեսզի նորից չսկսեմ գրել ինչպես եմ իրար կապել, քանզի նախորդ գրքից գիտեն, այս մեկում ավելի ակնհայտ է, փազլի պես եմ ես գրում։ Մի տեսակ պատմությունը ծվրվում է, ցակուցրիվ է լինում, պետք է հավաքել ու հավաքում ենք հենց ընթերցողի հետ։ Եթե կարելի է Հաստատի գրվել է հայերեն։ Գիրքը նայեմ, դժոխքն այնտեղ է, ուր դու չկաս։ Բացատրեք այս տողերը։ Դժոխքն այնտեղ է, ուր դու չկաս, վեպ անկախ այն փաստից իր առեղծվածային բնույթով, իր վրեժխնդրության բնույթով, իր մարդկանց համառություններով եւ այլն, հիմնական կառույցը սիրո ուժն է։ Հենց այդտեղ ինչ որ դրվագ կա, դրվագից եկավ անպատրաստից այդ խոսքը ես ինքը շատ հավանեցի գրեցի որպես նշանաբան, երբ գաղտագողի մտնում են եկեղեցի ամուսնանալու երկու երիտասարդ զույգեր, աղջիկը մի տեսակ վախեցած, որ թաքուն են մտնում եկեղեցի, ասում է, այս դու վստահ ես, որ մենք մեր արածի համար դժոխքում չենք այրվելու։ Երիտասարդը անպատրաստից պատասխանում է դժոխքն այնտեղ է, ուր դու չկաս։ Հիմա հարցը այսպիսին է, ես պարզապես երջանկություն եմ համարում, որ ամեն մի մարդ կարողանա կյանքում ունենա ընդամենը մի դու, առանց որ իր աշխարհը դժոխքի կվերածվի։ Ամենաերջանիկները նրանք են, ով ունեն մի քանի դու, առանց ում աշխարհը իսկական դրախտի է վերածվում։ Հրաշալի պատասխան իրականում, ժանրային առումով, ինչ ժանր է։ Ժանրային առումով, եթե մի տեսակ ժանրային ասածը չեմ հասկանում, չեմ ըմբռնում, գիտեմ, որ կա, բայց ես ընդհանուր առմամբ կոնկրետ այս գրքի պարագայում, ասենք, մի իրավիճակ եմ ներկայացնում, որտեղ հերոսները պիտի հակադարձեն կյանքին, պիտի պատասխան տան իրենց շրջապատող միջավայրին։ Ու իրենց պատասխանը արձագանքելու համար, ճիշտ հասկանալու համար, ես դրվագային կերպերով վերադարձել եմ իրենց դպրոցական տարիքը։ Գաբրիելն աճում է 6 տարեկանից, 8 տարեկանից հասունանում, հասնում մինչև այն տարիքը, որտեղ պիտի հակադարձի։ Հիմա ես մի ամբողջ կյանք եմ նկարագրում, ինչպես կարելի է կյանքը մտցնել ինչ որ
ճաղերի հետևում վանդակների մեջ ասել կյանքը մի ժանր է, այդպիսի բան չկա։ Կյանքը տարբեր ժանրերի խառնուրդ է, կան թրիլերային տարեր, կան հոգեբանական լուրջ ծավալումներ, կան սիրային կրքոտ դրվագներ, կան բախումներ, կան լարված իրավիճակներ, կան ամեն ինչ։ Ինչպես կյանքում։ Մենք չենք կարող ասենք մեր կյանքը վերածել հետաքննության կամ ուղղարձապես սիրային արկածների կամ չգիտեմ ինչ որ տխրության կամ ուրախության։ Իսկ կան հասարակության կողմից դրված պատնեշներ, բախումներ, որոնց հետ դուք եք բախվել եւ դա ներառել եք գրքում, այսինքն ձեր իսկ ապրածը։ Միանշանակ իմ ապրածն է, բայց ելի եմ ասում, ինչպես երազների տարբեր անգամ տարբեր կերպ եմ լսել երազների մեկնաբանություն, բայց մի մեկնաբանություն կա երազների հետ կապված, որ մի տեսակ ժպիտ է ինձանից գողացել ու միշտ կրկնում եմ, ասում եմ երազները մեր կյանքում եղած բաների չեղած շարունակությունն է։ Այսինքն կյանքում իմ հետ բաներ պատահել է, դրվագներ տեսել, լսել եմ, բայց ինչ որ ծավալել եմ, իրականում չեղած կերպարներն են, պատկերացրել եմ ինչ կլիներ, եթե այսպես լիներ։ Դրա համար պետք էր կերտել հերոսին, պետք էր կերտել միջավայր ու որ ասել պետք է կերտել շատ հաճախ ինքնաբերաբար է լինում, մի տեսակ կարծես ինչ որ կերպարների ու ձայների միջոցով աշխարհը ինքը հակառուցվում է, ոնց որ ես կիսով չափ եմ մասնակից այդ ամեն ինչին։ Ասած որ հեշտեք ընտրում ձեր հերոսի անունը, օրինակ Գաբրիել եւ ինչու Գաբրիել։ Պատկերացրա, որ պատմությունը արդեն պատրաստ է, հաճախ հերոսի անունը դեռ վերջում ամենավերջում կասկածում եմ։ Մոտս նույնիսկ դեպքեր է եղել, երբ հասել եմ վեպի վերջ, հետ եմ եկել կերպարի անունը փոխել եմ։ Հասկացել եմ, որ կերպարի անունը չի համընկնում։ Հարցը շատ հետաքրքիր էր, ոչ մեկ չէր տվել էին, խոսել էինք, բայց ընտրելու հետ կապված պատկերացրա, որ պատմությունները արդեն հստակ կան, հերոսների անունները դեռ ոչ։ Իրենց դիմագծերով գիտեմ, ձայնի տոնայնությամբ գիտեմ, ինչ պիտի անեն գիտեմ, անունը դեռ որոշված չի։ Այ քանի որ նշեցիք դիմագծերով գիտեք ու պատկերացնում եք այդ ամենը, կա միտում, որ հետագայում գրքերը կվերածվեն նաև ֆիլմերի։ Միանշանակ իմ համար մեկ նկրտումն է դա, որ դրանք վերածվեն ֆիլմերի ու ես ինքս մասնակից լինեմ այդ ամենի։ Օրինակ առաջինը Նարգիզի բույրը տեխնիկական լուրջ բարդ լուծումներ չի պարունակում, քանզի ինչ որ կենցաղային ասածը մի տեսակ պատմությունը փոքրացնում եմ, բայց ինչ որ հատուկ լուծումներ չպահանջող, հատուկ էֆեկտներ չպահանջող սցենար է։ Ասում եմ սցենար, որովհետև ես արդեն գիրքս վեր եմ ածել սցենարի ու այդ ամենի ճանապարհը ընթանում է։ Այս պարագայում մի տեսակ երևակայական տարեր կան, շատ լուրջ հատուկ էֆեկտներ է պահանջվելու։ Դրա համար այսօր մի տեսակ մեր հայկական կինոն դեռ պատրաստ չեմ համարում այդ հատուկ էֆեկտներին ու ինչի պատճառով արդեն տարբեր երկրներում ծանոթներ կան, կապի մեջ են, որ տեսնենք ինչ կստացվի։ Շատ բարի Ասատուր ջան, ես կսպասեմ այդ ֆիլմին եւ կմասնակցեմ քասթինգի որպես դերասանուհի։ Մեծ սիրով։ Լավ, իրականում ինչպես է ծնվում գիրքը ու ինձ հետաքրքիր է, կա մուսա, որը հանդիսանում է գրքի ծնվելուն, Ասատուրը գնում է տուն, այսպես եւ մտածում է նստեմ գրեմ, թե ինչ որ բան է կատարվում, որից հետո նոր վերցնում է ձեռք գրիչ։ Ինչպես դու, այնպես էլ կցանկանայի, որ հեռուստադիտողը չգա այն մտքին, որ մի տեսակ խելագարեմ, բայց իմ գրքի կերպարները իմ հետ շրջում են ամեն օր, ես որ գնում եմ մարզվում են ինձ հետ, քայլում են ինձ հետ, հաց են ուտում ինձ հետ, այնպես չի, որ իրականությունից կտրված եմ, բայց պատմությունն ամեն վայրկյան է աճում։ Ես ինչպես ասել եմ, իմ ամենամեծ ուսուցիչներն իմ երեխաներն են, իրենցից ամեն օր մի բան սովորում ու խաղում եմ, իրենց ամեն մի խոսքը, իրենց ամեն մի տառը, ընկերները, քո հետ խոսելուց Անահիտ ջան, մյուսների հետ, այն մարդիկ ումից բան կա սովորելու, հետները խոսում ես ու մտքեր են գալիս, կառուցվում։ Ինձ մոտ այդ ամենը, ինչպես ասում եմ, արդեն 20-25 տարվա տքնաջան աշխատանքի իմ տեսակի վրա, արդեն առիթ ունեցել եմ ուրիշ հարթակներից ասելու, նման հարցերին պատասխանելը կնշանակի մի պատմել 25 տարվա ողջ կյանք։ Պատմություն։ Կներեք հարցի համար։ Չէ, հարցը շատ Իսկ օրվա մեջ բուն արդեն գրելուն ինչքան ժամանակ է գնում, կա այդպիսի ժամեր, որ աշխատանքայինի նման նստեք։ Հիմա հետ գամ առաջի հարցից պատասխանեմ, իմ մոտ ինչ որ մուսայի հատվածներ չկան, ամեն նավարկյան այդ մուսան կա միշտ պատրաստ է։ Ես միշտ ասում եմ, ինձ մոտ ժամանակը խնդիրը նստել գրելն է։ Ինչ որ ես լսել եմ հեղինակներից, ինչ որ սպիտակ էջերի վախեր ինձ համար բացարձակապես անծանոթ է, ուղղակի պիտի նստեմ ու գրեմ։ Հիմա որ նստում եմ, կոնկրետացնում եմ, սկսում եմ գրել ու գրելու լավն այն է, որ իմ մեխանիզմը արդեն ինձ ծանոթ է, չեմ փորձում ամեն ինչ 100% կադրերի մեջ լինի, փոքր հատված եմ թողում երևակայական, դրա համար շատ հաճախ գիտեմ, որ այստեղ պիտի հասնեմ, թե ինչ ձևով եմ հասնում, արդեն միտքս է թելադրում, միտքս է տանում։ Դրա համար այդ համապատրաստից կողմը, այդ պայթյունավետ կողմը ինքնստիկյան գալիս է գրերի մեջ։ Ասատուր, ձեզ անձամբ ճանաչելով գիտեմ, որ չափազանց հումորով եք եւ հումորը ձեր կյանքից անպակաս է, այսպես քայլող հողայք է խոսքի մեջ, տեսակի մեջ։ Մենք կսպասենք որևէ գիրք, որը կլինի այդ ժանրում։
Հիմա մի տեսակ կշտամբանքի տեղ ընդունեցի այդ ամենը, պարզապես ուղղակի հումոր չեմ արել, այս ընթացքում մի տեսակից մեղավոր զգացի։ Հուսով եմ արանքում մի բան կգա, մի հումոր կանեմ։ Անեջ ջան, դեռ այդպես առիթ չեմ ունեցել, բայց ծրագրեր ունեմ կոնկրետ հումորայինի հետ կապված, թե Ֆրանսիայում, թե այստեղ, այս երևույթին կսկսի այստեղից արդեն ընթացքի մեջ է մեքենան, խոսենք այդ ամենը էկրաններից դուրս, այդ ամենի մասին։ Շատ բարի։ Հայերեն թարգմանված է գիրքը, իսկ ֆրանսերեն տարբերակով ինչ ճանապարհ ունի, այնտեղ հրատարակվել է, կա վաճառք, եղել է գրքի շնորհանդես։ Ինչպես նախորդը, այնպես էլ երկրորդը ֆրանսերեն եմ ես գրում, արդեն գիտես տեղյակ ես, ու շնորհանդեսը եղել է, տարածվել է արդեն։ Ես նորից եմ կրկնում, ասենք, ինձ համար ֆրանսիացի ընթերցողի կարծիքը կարևոր է, ինչը ոգևորում է որ բերեմ այստեղ, բայց հայ ընթերցողի վատ բացասական կարծիքը մի տեսակ աղետ է, որովհետև իմն է։ Ու նորից եմ կրկնում, եթե Ֆրանսիայում, այսինքն նորից եմ կրկնում ոչ թե կոմոդ տարբեր հարթակներից եմ կրկնել, եթե Ֆրանսիայում գիրքը հաջողություն չունենար, չի համարձակվի բերեի Հայաստան։ Բերել այստեղ։ Շատ բարի, կուզենայի իմանալ նաև գրքի ճանապարհը այստեղ ինչ ճանապարհ է անցնում, հա, գիրքը որտեղից կարող են ձեռք բերել, դեռ շարունակվում է գրախանութներում, չգիտեմ, ձեր ստորագրությամբ տալը եւ այլն, ինչ առաջիկա միջոցառումներ կան կամ արդեն եղել են գուցե։ Արդեն երկու միջոցառում եղել են, նույնիսկ 3 մեծ գրախանութներում արդեն գրքերը ներկա են։ Փոքրերի հետ եմ աշխատում բնականաբար, մակագրության օրեր եղել են, կա մի վերջին մակագրության օր նոյեմբերի 30-ին Կիրակի Բուկինիստում, Մաշտոցի պողոտայի վրա, դեռ միջոցառումներ կան, մի տեսակ խիտ են, հիմա որ հարցնում են, մի տեսակ մոլորվում եմ, հիմա ստիպված եմ գրանցել այդ ամենը, բայց որ հենց կոնկրետ հանդիպում հեղինակի հետ Երևանում այստեղ է լինելու, նախատեսված է Գյումրիում, Վանաձորում, մի քանի առաջարկություններ կան ժամանակի հարցը աշտարակում անգամ։ Հրաշալի, այսինքն մարզերով էլ եք շրջելու, ունենալու եք հանդիպումներ։ Սպասեմ ձեզ Գյումրիում, Վանաձորում։ Իսկ օրերը դեռ որոշված չեն։ Օրերը դեռ որոշված չեն։ Տեսնում եք ինչ գաղտնիք ենք թողնում սիելերս այդտեղ, ակտիվ եղեք, ասատուր ունեք, էջեր, որոնց կարող են հետևել եւ իմանալ ձեր նորությունների մասին Instagram-յան, Facebook-յան եւ Instagram-յան էջ։ Facebook-յան, Instagram-յան հարթակներում փնտրեք Ասատուր Հակոբյանին, ինչու ոչ փնտրեք քոր եկող հոգին, որովհետև վստահ եմ, որ ձեզ դուր կգա, միայն արդեն արտաքին տեսքի ձևավորումը շատ կանչող է, իդեպ այս գրաֆիկայի եւ նկարի հետ կրկին ընտրությունը ձերն է, թե Հա, նկարը իմն էին պատկերացրածն է, բնականաբար արտիստ ընկերներ ունեմ օգնել են, որ ամեն ինչ կարգի բերենք, բայց նկարը նորից հեղինակ ասած այդպես նկարագրողը ես։ Ինչ շատ հետաքրքիր է, անշուշտ ընթերցելու եմ, շնորհակալություն ձեզ, որ այսօր մեր տաղավարում եք, Ասատուր ջան, դժոխքն այնտեղ որ դուք չկաք, այնպես որ հաճախ վերադարձեք Հայաստան, հայրենիք, մեզ ուրախացրեք ձեր նոր գրականությամբ, նոր գրքերով, թող որ գիրքը sold out լինի եւ պահանջարկն այնքան մեծ լինի, որ եւս մեկ անգամ գաք ու բերեք ձեզ հետ ձեր գրքերը, մենք կսպասենք նորություններին, որովհետեւ զգացվում է, որ շատ ակտիվ եք տրամադրված եւ ընթերցողը սպասում է։ Անպայման արել ենք։ Շնորհակալություն, որ եկաք մեզ հյուր այս առավոտ։ Սիրելիներս, ձեզ մնում է միայն փնտրել գիրքը գրախանութներում, ինչու ոչ հենց Ասատուրին, քանի դեռ նա Հայաստանում է եւ ստանալ անձամբ իր կողմից իր ստորագրությամբ։ Սա իսկապես հրաշալի նորություն է ընթերցասերների համար, իսկ ովքեր այդքան էլ չեն սիրում ընթերցել, սկսեք հենց այս գրքից, վստահաբար ձեզ դուր կգա հստակ եմ ասում, հենց այնպես խորհուրդներ չեմ տալիս։ Այսօրվա եթերն այսպիսին էր, մնացեք բարով, իսկ մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանը, հաջողություն։